Բարելույս բոլորին, այսօր դուրս ենք եկել զբոսնելու Երևանով, օր երևի 5-րդ, որ արդեն այստեղ ենք, տեսնենք ինչ կա քաղաքում, սիրում ազարդարված, սիրած գույների մեջ մա։ Յուրահատուկ նշանակալից մոմը խնդրելու ենք փչել ողջ անձնակազմը, այնպես որ բոլորիդ խնդրում ենք մոտենալ քաղցրահամ տորտին։ Mēs հրավիրեցինք մասնակցելու հյուրասիրությանը, բայց մենք ընդհանրապես մոտեցանք, շնորհավորեցինք, քանի որ տակում ենք դեպի Քամանչա ռեստորան։ Ասեք ինչ գեղեցիկ են զարդարում, քանի որ այս տարի ձյու տարի է, ասում են միշտ հերթեր ա գոյանում այստեղ։ Չավեսա Հայցես Մենք նոր դուրս եկանք, Անդրև է գալիս, ասեմ, որ շատ հավանեցինք, ամեն բան շատ համեղ էր, սպասարկումը բարձր որակի, մի խոսքով, կարող եք դուք էլ գալ և համ տեսել Քամանչայի տարատեսակ ուտեստները, այնքան շատ են և այնքան լավ տեսք ունենք, չգիտենք որը ընտրենք։ Ինչ գեղեցիկ են զարդարել։ Մեկ ամեն Երևանի զարդարանքը ու գեղեցկությունը ուրիշ է։ Այնքան մաքուր օդ ա դրսում ժողովուրդ, հանգիստ։ Ինչ գեղեցիկ շարել են։
մոտիկից տեսնենք։ Տեսեք ինչ սիրուն է։ Եղևին արդեն սկսել են տեղադրել վերևի մասը։ Ինչ գեղեցիկ է, դեռ ամբողջովին հավարտված չի։ Քայլերով գնում ենք դեպի Երևան City, մի քանի գնումներ ունենք։ Երևան City։ Սպիրմանանից որն է լավը։ Հունի կոմպոտ վերցրեցինք, hard food-ի, կարծիքով։ Մանգոյի յուր, մանկության համար։ Նախար սիրողներ։ Սուրճի հետ ուզում ենք խմորերեն բացնենք։ Թռչնիկատ, մենք ընտրեցինք դամբեսերտի խմորեղեններից, մի քիչ, այո, այս կողքինը մաչո ուզում ես, մաչո, այս մաչոից տվեք, Մեկ ռուբե կտակ։ Շնորհակալություն։ Դժդավոր։ Esur, papi. De paca. Vayenu աղջիկնա, ելում գանձարաննա։ Սիկիզուար սիտիոնի կամպոտն է մնացել։ Ամեկա ես ոչ Այդ մի քիչ մնացել է։ Ես է ուզում հետև։ Կյանքս ես էլ մեկը բացի,
Կարոտած կլինի։ Ինձ տակաստեր ժողովուրդ։ Դարբի զալում ենք։ Հիմա մենք պլեջ ենք պատրաստում։ Այո։ Իհարկե, հնանայից։ Ամենակարևորը, որ ամեն ինչ հավեսով ենք անում։ Դահորքուրի հետ, որի ձև չի կարա լինի։ Բա, ժողովուրդ ջան, այսինց էլ ապրում ենք։ Ուրիշ ձև։ Չապրենք։ Կյանքը ուրիշ է, այսինց, Այս հրաշք բաները, վայ։ Կյանքը դու ես ընկեր Հակոբյան։ Կյանքիդ մերլի Հակոբյանը։ Սա ձեզ ցույց ենք տալու Դահորքուրի պատվոգրերը, գրամպրիները։ Այսօր մենք աշխարհիկան նստեցինք, չարեցինք ոչինչ։ Կարոտած էինք իրար, այդքան զրուցում էինք։ Իհարկե։ Չի հա, այդպես բաներ չեմ անում։ Աջա։ Սենց բաներ։ Կարտոշկա։ Փայտը դնում ենք, ավելի ուժեղացնենք, որ շուտ լինի մեր պլեջը։ Հիմա լրիվ ուժեղանա և կարտոշկեն շատ գեղեցիկ կլինի։ Ձեր պես։ Տեսնեք ինչ եղավ մեր պլեջը։ Ոյ, հոտը եկավ։ Հոտը եկավ, բայց դե պատրաստ չի ելի։ Դեռ պատրաստ չի, հեսա կպատրաստվի։ Սիրելի բարեկամներ։ Վելա հլը նայեք, տեսքը, վայ։ Ոյ, Ախորժալի է։ ինչպես կարելի է թթու Հա բերել։ հոտը ժողովուրդ ջան։ Գնամ թթուներ բերել։ Անմահական թթուն հեսա գալիս է։ Հացել եմ բերել։ Չէ, Թթվի հետ էտես մենա։ Կարոտած կլինի։ Քեզ կանչում եմ մի գնա երկ։ Այ, լուրջ եմ ասել, դուք չունեք սենց հորքուր։ Ենակ մենք ունենք։ Այ չուտողում։ Թթուն գալիս է ժողովուրդ։ Դարքուրը չալալեց, գնաց դրսից բերեց։ Ոյ, տեսեք, հրաշք թթուս։ Հիմա ներկայացնում ենք։ Սա իմ տարիների աշխատանքն է, տարիներիս այն, որ ես ապրել եմ բեմում, իմ արվեստում, իմ ղեկավար, իմ վաստակավոր ժողովրդական արտիստ Անուշ Խանամիրյանի հետ։ Ես մեծ հաճույք եմ ստացել, որ արժանացել եմ այս պատվոգրերին, այս գեղեցիկ մրցանակներին, ինչու՞ չի այստեղ ունեմ նաև մրցանակներ։ Ես ականատես եմ եղել ինքս, իր խմբից եմ եղել։ Այստեղ ունեմ նորից ինձ գրամպրիներ ստացած և վայելում եմ այնպես, ինչպես հիմա։ Ես երբեք չեմ հրաժարվում իմ բեմից, իմ արվեստից, իմ ամեն ինչ աշխատանքից։ Սա էլ մեր սա երկրորդ աշխատանքս է, Երկրապահի։ Երկրապահից, հա։ Ունեմ այնտեղ գրամպրիները, բոլորը, պատվոգրերը, շրջագայել եմ մեր Հայաստանում բոլոր տեղերը, ինչու չի նաև արտասահմանում, եղել եմ շատ տարիների փորձով, իմ աշխատանքով, ղեկավարել եմ, ունեցել եմ խմբեր, շատ, իսկ իմ բալենի համույթ եմ ունեցել շատ, բոլոր երեխաների հետ շատ հաճույքով աշխատել եմ։ Մենք էլ քո հետ։ Իհարկե ինչու՞ չի իմ Գայանես, այո։ 5 տարեկանից քո մոտ եմ հաճախել։ Այո, հաճախել է ինձ մոտ, սովորել, ապրել։ Մինչև 11 տարեկան։ Հետո տեղափոխվեցինք արդեն մեդալները։ Բոլոր պատվոգրերս տարբեր համերգներ, տարբեր ստացել եմ ինչու՞ չէ հավաստագրեր, որ արժանացել եմ այդ բաներին, ունեմ դիպլոմ։ Մյուսները որտեղ են, շատ են իհարկե։ Դες ամեն ինչը շատ վաղուց է դու եղել ես Արև Բաղդասարյանի։ Հա, նա առաջի հերթին ես իմ կրթությունը որպես երգչուհի ստացել եմ Նորայր Մնացականյանից։ Նորայր Մնացականյանից հետո ես անցել եմ էլի ժողովրդական արտիստ Արև Բաղդասարյանի ղեկավարությամբ իրեն խմբում, աշխարհի ժողովուրդներ ենք ներկայացրել, բոլոր աշխարհի ժողովուրդների պարերը, երգերը, ինչու՞ չէ մալդավսկի, արաբական, գնչուական, ուկրաինական, մի խոսքով շատ լիքը։
ու արժանացել եմ այդ տարիների իմ վաստակածը, ստացել եմ այդ։ Դրանից հետո տեղափոխվել եմ մեր շորթական արտիստ Վանուշ Խանամիրյանի մոտ, ձեռք եմ բերել այնտեղից էլի լիքը լավ բաներ, փորձ եւ աշխատել եմ եւ հավաքել եմ կոլեկտիվ, խումբ, ղեկավարել եմ, դարձել եմ գեղարվեստական ղեկավար, երգի բարի, մի խոսքով կրթել եմ բավականին շատ աշակերտներ, շրջագայել ենք աշակերտներով համերգների, միշտ մրցումների, փառատոնների, ստացել ենք պատվոգրերը եւ մի խոսքով մինչեւ հիմա վայելում եմ եւ ինչու՞ չէ, եթե պետք է լինում, նորից շարունակում եմ, եթե զգում եմ կարիքը կա, ես չեմ կարող բեմից հրաժարվել բոլորովին, որտեղ բեմը իմ կյանքն է, իմ երջանկությունն է, իմ ուրախությունն է։ Ես բեմով եմ ապրում։ Դու էլ մեր երջանկությունն ու կյանքն ես։ Ինչու՞ չէ, նաև իմ աշակերտների, իմ բալիկների, հատկապես Գայշիկ ջան, քեզ գիտես ինչքան շնորհակալ եմ, ինչքան երջանիկ եմ, որ ունեմ քեզ, աղջիկս։ Ես էլ եմ երջանիկ, որ ունեմ քեզ։ Շատ լավն եք, որովհետև չեք մոռանում իմ աշխատանքը, որպես ուսուցչուհի չես մոռանում, բայց որպես հորաքույր ընդհանրապես չես մոռանում։ Մինչ այսօր պահում եմ այդ բոլոր դիպլոմները, որ ստացել եմ։ Ստացել եք, պահել եք ու շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ իմ այս հաջողությունների համար։ Մեր խմբի անունը Բալենի պարային համույթ, հետ էլ նշենք։ Հա, այո, Բալենի պարային համույթ, նաեւ համագործակցել եմ Մինորա մշակույթի հետ, տնօրեն Ռոլանդը։ Ես հիշում եմ։ Հա, Ռոլանդին հիշում եք, այո։ Ռոլանդը շատ բարի, շատ լավ որպես մարդ, շատ լավ մարդ։ Եվ ինչու՞ չէ, իրենց կազմակերպությունում եմ աշխատել, ունեմ իրենցից, ինչու կներեք, որ իհարկե բոլորին չեմ կարող անվանական արտահայտել, ասել, բայց չենք մոռանում, հիշում ենք, շնորհակալ ենք։ Հիշում ենք եւ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ղեկավար կազմին։ Բարև բոլորին, ինչպես եք։ Դուրս ենք եկել ման գալու, հիմա գնում ենք հաց ուտելու։ Քայլելով եկանք Գոլդեն Խնկալի, այն նրա վրա անցնում ենք նրանց մի տարեկաններ, մոտապես մի 20 րոպե քայլեցինք, բավականին սոված ենք։ Գնանք տեսնենք համեղ են այնտեղի ուտելիքները, թե ոչ։ Ես կկիսվենք ձեզ հետ։ Այստեղի աննահություններին տեսեք մի հետ։ Դուրս եկանք, ամեն բան շատ համեղ էր, եթե լինեք Երևանում, համեցեք Գոլդեն Խնկալի, խորհուրդ կտամ այցելեք, բայց իհարկե առաջի տեղում մտնում եք Համանչյան։ Քայլելով գնում ենք դեպի City, մի քանի գնում անենք ու գնանք տուն երևի, չգիտեմ։ Առաջվա Փակ շուկայի մոտին, City-ին, Նոր տարվա կոնֆետներ գնելու։ մտանք նորզովքներ, այնտեղ չկար տեսականիներ, որոնք որ մենք ուզում էինք, հիմա քայլելով գնում ենք այնտեղ City-ին, տեսնենք կա մեր ուզած տեսականին, այստեղից գնեցինք արևածաղիկ, պաղպաղակ, մեկ էլ ինչ Alpengold շոկոլադե սալիկը մենք հին մարդ ենք ես հիշում եմ դերմի պլիտկա ես հիշում եմ որ կանաչ գույնին էր համեղ
փոքր ժամանակ էդ էի սիրում, տեսնենք փոխվել է համը 13 տարուց ավել չեմ կերել, չգիտեմ Ժողովուրդ մաման նոր ասում է կյանքի մեջ այսքան քայլած չկա իրոք այսօր բավականին շատ ենք քայլել վիդեո է իհարկե անգամ ժամացույցից մեզ շնորհավորեց ասաց որ 3 օղակները այսօրվա լրացրել ենք բրսում բավականին ցուրտ է Դեղատուն Շտոք հաստեղ Ժողովուրդ ջան, ուրեմն մեզ դեղատանից հարկավոր էր բետադին քանի որ մայրիկս դեմքի հատվածում ուներ 2 լաքա խալի տեսքով եւ մենք այն հեռացրել էինք ազոտի միջոցով գնացել էինք մաշկաբանի մոտ Եվ այս Մաշկաբանը խորհուրդ տվեց, որպեսզի օգտագործեն բետադինով ուղղակի կողքերը մաշրեն, որպեսզի ինֆեկցիա չհասնի։ Քայլան գնում ենք City, տեսնենք այնտեղի կոնֆետների տեսականին ու երևի արդեն կգնանք տուն, տեսնենք Հասնում ենք մեր մանկության Grand Candy կողքով և իհարկե չենք կարող անցնել անտարբեր Ես տրուֆել եմ ուզում Զովքում նայում էի տեսնեի ես այս տրուֆելն եմ սիրում ժողովուրդ Grand Candy Մենք պատկերացրել է դրաճկից ունենք Չէր անհուգում Այստեղ մեքենա է խաղարկում Ժողովուրդ Ուրեմն Հայաստան գալուց առաջ քանի որ միշտ հիմնականում ամռանն եմ եկել ձմռանը երբևիցե չեմ եկել Սա առաջի տարին է 13 տարի ձյուն չեմ տեսել եւ ուզում եի գայ ուտեի վրացական մանդարինը քանի որ առաջներում մեզ համար հատուկ ամանորյա տոպրակներով նվերներ էին պատրաստում որի մեջ լցնում էին կոնֆետներ չարաս եւ վրացական մանդարինը Բայց մեր Սա իմ կարծիքով թթուն ուղ է Ոնց իմանալ, թեթև եք հաղթել Դա արի մի հատ առնենք փոխել Չգիտեմ, ես գույնից եմ ասում Մի հատ Երկու հատ վերցրա ասում ես, լավ Արի կանաչ վերցեմ, մեկը կարմիր, հա Ալ կարմիր խնդուրա Մի օր մնացել, հիմա մի հատ եմ Մի հատ հա, ես էլ եմ ասում Ես շատ օր չի մնացել Չենք ուզում շատ գնում նրան ենք Հիմնականում դրսում ենք լինում Ամառը 1 ամիս կամ ավել մնում ենք Կատարումն ենք մեծ գնումներ, բայց քանի որ երկուսով ենք և քիչ օրով ենք Այդ իսկ պատճառով չենք առնում շատ բաներ Մաղադանոսի գինը 170 դրամ Խառը կանաչի 220 Կարմիր բոխտը 250 Համեմը 190
մենք հասանք մեր ուզածին։ Քանի որ այստեղ տեսականին շատ է։ Ուզում ենք գնանք եւ տանենք մեզ հետ, որպեսզի դնենք մեր ամանորյա սեղանին։ Մամ, այստեղ խոհացած կոնֆետներից է, սորինի, աման այս կոնֆետներից է ուզում գներ, գույնս գույն, կանաչ ծարի վերցնենք, սիրունը, ուրեմն մենք հարցրեցինք, որ կարող ենք, քանի որ գինը նույնն է եւ տարբեր գույներ են։ Ուզում ենք մի տոպրակի մեջ հավաքենք, բայց ասացին, որ տարբեր կոդեր են։ Որոշեցինք սպիտակ եւ կապույտ վերջի գույները ընտրեցինք։ Երևի այսքանով կսահմանափակվենք։ Երևի։ Այդ մշեկալ պետք է վերցնենք։ Դետի այն մյուս հատվածն է երևի, Որն է դա կապույտ, որը վերցնենք։ սպիտակ եւ կապույտ։ Այստեղ չրերի տեսականի։ Բայց այս ֆիրման լավն է, թռչնիկատ ենք ուզում։ Չեմ Ավելի մեծ տեսակ կար է, որ նորը սազում տեսանք։ Սրանից մեր մոտ չկա, հենց այս ֆիրման ռուսականում մեր խանութների։ ջույս է դուքը։ Լավ, այդ պետք է գնանք այն կողմը չկա։ Սա էլ սինիների կոնֆետներ է։ Գեղեցիկ տուփերով։ Այս ներքևինից փորձել եմ շատ համեղ է։ Այս աստեղ։ Ողորդ, տեսեք ինչ մեծ կաղամբներ են։ Մեզ մոտ այսպիսի մեծ կաղամբներ չկա։ Ուզած ենք վերցնում։ Քիչ ենք որ։ Դա շատ քիչն է։ Չի ստացվում։ Դե վերցնում եմ նավթիկան դե հանգանի կոպեթա։ Դանդեֆերտի մեղրովը այս շատ համեղ է։ Մեղրով, միկադո, դանդեսերտի։ Դե ինչ իմ շատ սիրելի հետևորդներ, մենք արդեն տանն ենք, ասեմ որ բավականին շատ հոգնեցինք, իհարկե շատ հաճելի էր զբոսանքը Երևանում, կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում, բոլորիդ շատ սիրում եմ, չենք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, զեղմել զանգակ, լայք և բաց մի թողեք ոչ մի տեսանյութ։ Stay tuned!